Օրերս տեղեկություն մտահոգիչ ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված, նրանցից Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքն է արդեն ահազանգել, որ տևական ժամանակ կապ չունեն հետը եւ առողջական վիճակը վատ է, մյուսների մասով կան փաստեր այնքանով ինչքանով կարողացել են մասնագետները հավաքագրել, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, խոշտանգման կասկածներ կան, դուք ինչ տեղեկություններ ունեք, արդյոք ունեք տեղեկություններ թե ոչ, ինչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ հայ գերիներին ազատ արձակելու, փաստացի ստացվում է, որ ռազմական, պատերազմական հանցագործ Ադրբեջանը, որը հայ ժողովրդի նկատմամբ է իրականացրել ցեղասպանական գործողություններ, այսօր շարունակում է իր այդ հանցավոր գործունեությունը եւ քրեական դատարանի առաջ միջազգային կանգնած չէ, սա արդյոք Հայաստանի իշխանության թերացումը չէ, որ այս իրավիճակն է, դուք կասեք, որ խաղաղություն է հաստատված, փաստ է խաղաղությունը, դրա համար չեք փորձում, այո, այս հարցն եմ, ուզում եմ այդ հարցին էլ էլի անդրադառնալ, եթե կասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը, փորձում եք այդ ճանապարհով, ուզում ենք նաև հետաքրքիր է հասկանանք, թե ինչպես է հաստատված այդ խաղաղությունը, եթե երկու կնճռոտ հարցերը, որոնք հայ ժողովրդին մինչ այսօր հուզում են դեռ առնվազն այդ երկուսը լուծված չեն, առաջինը Հայաստանի օկուպացված տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդը հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Առաջի հարցի վերաբերյալ բազմիցս եմ անդրադարձել, այդ թվում նախընտրական շրջանում նորից չանդրադառնամ սահմանազատում երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի վերաբերյալ մեր պետական ինստիտուտները ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել եւ ելի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար եւ մեր փորձը նախկին ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ որ արվում է լուր կոնֆիդենցիալ եւ հիմա էլ այդ լուր կոնֆիդենցիալ աշխատանքը արվում է։